Բարև ձեզ սիրելի ընկերներ, դուք իմ ալիքում եք։ Այսօր ուզում եմ խոսենք կտավատի մասին, այն մի փոքրիկ սերմ լինելով ունի հսկայական օգտակար հատկություններ օրգանիզմի համար։ Կտավատը հայտնի է դեռևս հին ժամանակներից եւ օգտագործել են թե սննդի, թե բուժական նպատակով։ Այն համարվում է բնական մանրաթելեր օրգանիզմի համար, պարունակում է օմեգա 3 ճարպաթթուներ, ամինաթթուների աղբյուրների մի մեծ պաշար ունի։ Կտավատի օգտակար հատկություններն են սերմը հարուստ է մանրաթելերով, որոնք օգնում են աղիների ճիշտ աշխատանքին, նվազեցնում փոքվածությունը եւ մաքրում օրգանիզմը եւ օգնում նիհարելուն։ Կտավատը առաջացնում է հագեցվածություն եւ արդյունքում կորցնում ենք կիլոգրամներ։ Կտավատի սերմերը լավ է անդրադառնում սրտի համար, քանի որ պարունակում է օմեգա 3 ճարպաթթուներ, նվազեցնում խոլեստերինի մակարդակը, պաշտպանում սիրտը եւ անոթները, կարգավորում է հորմոնալ ֆոնը, լավ է մաշկի եւ մազերի համար, ովքեր ունեն մազաթափություն, կարող են օգտագործել։ Կտավատը աղացած վիճակում ավելի արդյունավետ է։ Կտավատի հնարավոր բարդությունները չի կարելի չափից շատ օգտագործել, օրական 1-2 ճաշի գթալը բավական է, խորհուրդ չի տրվում շատ օգտագործել, կարող է առաջացնել աղիների անընդունելություն։ Կտավատի շատ օգտագործումը կարող է առաջացնել աղիքների սուր բորբոքում, դեղաքարային հիվանդությունների դեպքում չի կարելի օգտագործել, հեղիության դեպքում պարտադիր պետք է օգտագործել բժշկի նշանակումով, չափազանց օգտագործումը կարող է առաջացնել փոքվածություն կամ անհարմարություն։ Կտավատը պարզ, մատչելի եւ շատ օգտակար սերմ է, որը կարող է դառնալ ձեր ամենօրյա սննդակարգի կարևոր մասը։ Ընթացքում միշտ լսեք ձեր մարմնին։ Եթե առաջանում է ծանրություն կամ անհարմարություն, ուրեմն շատ եք օգտագործել կտավատ։ Շնորհակալություն իմ ալիքին հետևելու համար։ Բաժանորդագրվեք, լայք դրեք եւ մեկնաբանություններում գրեք տեսնեմ դուք